Ժորժան, հիացած եմ մեր տղաներով, մեր շքերթով, մեր բանակով եւ իհարկե չհիանալ հնարավոր չի։ Ուզում եմ շնորհավորեմ բոլորիս հանրապետության օրվա հետ կապված եւ առհասարակ ասեմ հետեւյալը, որ հիմա տեսնում եմ որոշ քաղաքական շրջանակներ փորձում են այս շքերթն էլ քաղաքականացնել, ներկայացնել, որ տեսեք, ես իմ ինչ բան եւ այլն, Գոնե այսօրվա օրով եկեք չքաղաքականացնենք, շքերթը ինքը իրանով շատ լավ կազմակերպված էր, մենք պետք է լավին լավ ասենք, վատին վատ, մեր տղաները մեր հպարտությունն են, մեր բանակը մեր հպարտությունն է, եւ այստեղ Գիտեք, ընդհանրապես դա օգտագործել նրա համար, որ նորից ինչ-որ իշխանություններին քննադատել եւ այլն, ես դա անընդունելի եմ համարում։ Առհասարակ բանակը քաղաքականացնել, բանակը օգտագործել այդ թեման քաղաքական, նախընտրական, ներքին պայքարի քաղաքական առումով, դա անընդունելի եմ համարում։ Ասենք այդ ընդդիմադիր քաղաքական որոշ շրջանակներին թվում է, որ իրանք դա անեն, ժողովուրդը կասի, վայ, այս ինչ հանճարեղ բան են անում, պետության համար լավ, ժողովրդի համար լավ, որ քննադատում են եւ այլն, այս թեմաներ են փորձում ներքաղաքական առումով օգտագործել ու գնալու են հունիսի 7-ին ընտրեն այդ բանը ընդդիմադիր շրջանակներին։ Լավ էլի, լավին եկեք լավ ասենք, վատին եկեք վատ ասենք։ Ես Արման Ղուկասյանն եմ, Հանուս սոցիալական արդարության կուսակցության նախագահն, եւ այո, ես ունեմ որոշ հարցերով ընդդիմադիր հայացքներ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ ինձ համարում, բայց լավին պետքա լավ ասել, վատին պետքա վատ ասել, օբյեկտիվ լինել, անկեղծ լինել։ Մեր նպատակը պետքա լինի ոչ թե ամեն գնով աթոռակռիվ անել եւ գալ նստել այդ աթոռին, այլ նպատակը պետքա լինի երկիրը զարգացնել, բանակը զարգացնել, տնտեսությունը զարգացնել, այնպես անել, որ ժողովուրդը լավ ապրի, երկիրը զարգանա։ Ի վերջո, Ժորժ ջան, պետական կարևոր նման հարցերում մենք պետքա լինենք միասնական, ունենանք պետական մոտեցում, պետական մտածելակերպ։ Ամեն ինչը չի, որ պետքա դառնա ներքաղաքական պայքարի թեմա։ Կան թեմաներ եւ հարցեր, որոնք առհասարակ չեն կարող դառնալ եւ այս հարցը այդ հարցերից մեկն է։ Կարևոր չի թե ով է այնտեղ, որ ազգանունով մարդն է նստած վերևում։ Կարևորը որ լինեն դրական փոփոխություններ, աթոռակռիվն էլ թարգեք ժողովուրդը բոլորին մերժելու է դրա արդյունքում։ Դու գրեք Ժորժ ջան, ինչ եք դուք մտածում շքերթի մասին, տարածեք այս տեսանյութը եւ բաժանորդագրվեք իմեջին։